Բարև ձեզ սիրելիներ։ Ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Եվ այսօր շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն։ Նախորդ հանդիպանը տեսանք ուխտի ընթրիքը լեռան վրա։ Այսօր մենք կնայենք Ելից 25-26 գլուխները, որտեղ Աստված Մովսեսին ասում է. «Թող ինձ համար մի սրբարան շինեն, որ ես բնակվեմ նրանց մեջ»։ Ինչպես նաև Տերը ինքը ասեց քննեցեք գրքերը, որովհետև նրանք բոլորը իմ մասին են վկայում։ Եվ մեր նպատակն է տեսնել Քրիստոսին այս սրբարանի յուրաքանչյուր մանրունքի մեջ։ Գլուխ 25-րդում Աստված հրամայում է պատրաստել ուխտի տապանակը։ Այն պատված էր ոսկով։ Ոսկին խորհրդանշում էր աստվածությունը եւ շինված էր փայտից։ Փայտը խորհրդանշում է որպես մարդկությունը։ Տապանակի կափարիչը կոչվում էր քավության գահ։ Սա հենց խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։ Հիսուսն այստեղ է, որտեղ Աստծո արդարությունը օրենքը տապանակի մեջ հանդիպում է Աստծո ողորմությանը, քավության այրունը կափարիչի վրա։ Հիսուսն այստեղ մեր քավության գահն է։ Նա նաև առաջնորդության հացն է եւ ոսկե աշտանակը, ով լուսավորում է մեր հոգու սրբարանը։ Ինչպես աշտանակը պետք է միշտ վառ մնար, այնպես էլ Քրիստոսի լույսը երբեք չի մարում մեր կյանքում։ Գլուխ 26-րդում Ելիցի նկարագրվում է խորանի կառուցվածքը եւ այն մեծ վարագույրը, որը բաժանում էր սրբությունը սրբությունից, սրբության սրբոց այսինքն։ Այն զարդարված էր քերովբեններով եւ պատրաստված էր թանկարժեք գույներից։ Սա Հիսուս Քրիստոսի մարմնացման պատկերն է։ Հովհաննես 1:14 ասում է. «Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ»։ Եբրայեցիների 10:20-ում ասում է, որ այդ վարագույրը նրա մարմինն էր, այն նոր ու կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջոցով, այսինքն իր մարմնին։ Երբ Հիսուսը խաչվեց, տաճարի վարագույրը գրված է, որ պատրվեց վայրևից ներքև։ Հիսուսն այստեղ մեր ճշմարիտ խորանն է։ Նա այն վարագույրն էր, ով ծածկեց իր աստվածային փառքը մարդկային մարմնով, որպեսզի մենք կարողանանք մոտենալ Աստծուն։ Նրա պատրված մարմնով մենք այսօր ազատ մուտք ունենք դեպի Հորը մոտենալու։ Սիրելիներ, այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. Աստված չի ուզում լինել հեռու, նա ուզում է բնակվել իմ եւ քո մեջ։ Խորանը Իսրայելի բանակից հենց կենտրոնում էր։ Եվ հարց, արդյոք Հիսուսը քո կյանքի կենտրոնում է։ Խորանի ամեն մի իրը մեզ հուշում է, որ մենք կարիք ունենք նրա լույսի, նրա հացի եւ նրա քավության։ Մի փորձիր մոտենալ Աստծո ներկայությունը առանց Քրիստոսի, մեր ճշմարիտ վարագույրի։ Այսօր դու ինքդ Աստծո տաճար ես, եթե Քրիստոսը բնակվում է քո մեջ։ Առաջի Կորինթացիների 3:17 եւ 6:19 ասում է, որ դուք Սուրբ Հոգու տաճարներ եք։ Ամփոփելով սիրելիներ ուզում եմ ասել, որ Քրիստոսը մեր քավությունն է։ Նա եկավ որպես Աստծո ներկայությունը, այլևս սարսափելի չլինի մեզ համար, այլ դառնա մեր տունը։ Վստահեք նրան, ով իր պատվառված մարմնով մեզ համար երկինքը բացեց։ Եվ եկեք աղոթենք. Տեր Հիսուս, իմ սրբարան եւ իմ կյանք, իմ լույս, շնորհակալ եմ, որ դու մարմին առար եւ բնակվեցիր մեր մեջ։ Խնդրում եմ, եղիր իմ կյանքի կենտրոնը, լուսավորիր իմ մտքերը քո ճշմարտությամբ եւ կերակրիր իմ հոգին քո ներկայությամբ։ Շնորհակալ եմ, որ քո միջոցով ես միշտ մուտք ունեմ դեպի Հոր սիրտը։ Ամեն։ Սիրելիներ, եթե դուք ունեք ձեր կարծիքները, ձեր մտորումները կարող եք գրել մեկնաբանությունների մեջ։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը։